Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ Չարլզ Սպերջեն Նոյեմբերի 11 Դու հավիտենական բազուկների տակ ես Երկրորդ օրինաց 33:27 Նոր Արարատ թարգմանություն Աստված այդ հավիտենական Աստվածը մեր անձնական հենարանն է ամեն ժամանակ, հատկապես երբ մեզ դառնություններ ու անհաջողություններ են բաժին հասնում։ Լինում են շրջաններ, երբ քրիստոնյան ընկնում է նվաստացման խորը անդունդը, բացառիկ սրբությամբ զգալով իր գործած մեղքերի ողջ գարշելիությունը, նա այնքան է խոնարհվում Աստծո առաջ, որ բառեր չի գտնում աղոթքի համար, քանի որ նույնիսկ սեփական աչքերում վերին աստիճանի անարժան է ներկայանում։ Թանկագին Աստծո զավակ, երբ դու գիտակցում ես, որ այնքան ցած ես գլորվել, որ ավելի վատ այլևս չի կարող լինել, հիշիր, որ նույնիսկ այդ վիճակում քո վրա են հավիտենական բազուկները։ Որքան էլ ցած գլորվես մեղքի ծանրության տակ, նույնիսկ այդ ժամանակ քեզ առաջնորդում է Քրիստոսի փրկագնումը։ Երբեմն քրիստոնյան հայտնվում է այնպիսի իրավիճակում, երբ արտաքին պայմանների պատճառով նա զրկվում է ամեն տեսակի երկնային օգնությունից, բայց նույնիսկ այդ իրավիճակներում նա հավիտենական բազուկների տակ է։ Բայց երբեմն նրա դժբախտություններն ու վշտերը ունեն ներքին խիստ անձնական պատճառ։ Ծածուկ, չարչարվող կոնֆլիկտներից տանջվելով, որքան էլ խորը նա ամփոփվի իր մեջ, երբեք հավիտենական բազուկների հասանելիությունից դուրս չի գա։ Դրանք միշտ նրա վրա են, եւ քանի դեռ այդպես է, նրան խոցելու սատանայի բոլոր փորձերն անպտուղ կլինեն։ Աստծո աջակցության հանդեպ այդ վստահությունը մխիթարություն է հանդիսանում ցանկացած հոգնած, բայց Աստծո գործին նվիրված քրիստոնյայի համար։ Դրանում ուժի խոստում կա ամեն օրվա համար, շնորհքի խոստում ամեն կարիքի համար եւ եռանդի խոստում ամեն ծառայության համար։ Ավելին, այս խոստումը ուժի մեջ է մնում նույնիսկ երբ վրա է հասնում մահը։ Երբ մենք ոտք դնենք Հորդանանի ջրերի մեջ, մենք ասենք Դավթի խոսքերով. «Չարից չեմ վախենա, քանի որ դու ինձ հետ ես» Սաղմոս 23:4։ Մեր ողջ կյանքի ընթացքում եւ նույնիսկ դրա ամենավերջում մեզ պահելու են հավիտենական բազուկները, ձեռքեր, որոնք երբեք չեն թուլանա ու չեն կորցնի ուժը, քանի որ հավիտենական Աստված Տերը երկրի ծագերի արարիչը ոչ նվաղում է եւ ոչ էլ հոգնում է։ Եսայա 40:28